Բարև ձեզ, Հորիզոնը սկսում է աշխատանքը։ Ոստիկանության ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կարվեն, ըստ այդմ կառավարության այսօրվա նիստում ներկայացված նախագծով առաջարկվել է կարգավորել 3 խումբ հարցեր։ Առաջարկում ենք վերին շեմը տարիքային 35 տարին դուրս բերել օրենսդրական կարգավորումներից եւ ըստ այդմ կենտրոնանալ անձի որակական հատկանիշների վրա, ֆիզիկական պատրաստականության վրա, կրթության վրա եւ ըստ այդմ տարբեր process-ների արդյունքում արդեն ընտրել կոնկրետ ոստիկանության ծառայողին։ Այս պայդրությամբ մենք ունենք համանման մեխանիզմ արդեն իսկ, որը որ պիտի դառնա համընդհանուր ոստիկանության ծառայության դեպքում, այն է իրականացնել բաց ընդունելության արդյունքում IQ թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, հետագայում նաև հոգեբանի ներգրավմամբ իրականացված հարցազրույցի արդյունքներով արդեն ընտրել այն կադրերին, որոնք որ պիտի կրթական համապատասխան խողովակով անցնեն եւ մասը կազմեն ոստիկանության։ Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը։ Այս պայդրությամբ մենք բավական մեծ թվով թափուր հաստիկներ ունենք համայնքային ոստիկանությունում, շուրջ 700 թափուր հաստիկի մասին ենք խոսում ընդհանուր առմամբ այս ծառայության դեպքում, սակայն այս ծառայությունը կարևոր նշանակություն ունի համայնքի հետ ամենօրյա սերտ աշխատանքի, ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների բացահայտման եւ առհասարակ պրոֆիլակտիկ աշխատանքների տեսանկյունից եւ քրեական ոստիկանության օրինակով առաջարկում ենք ունենալ բաց ընդունելություն, որտեղ որ թե քաղաքացիական անձինք եւ թե նաեւ ոստիկանության գործող ծառայողները կկարողանան մասը կազմել այս ընդունելության, բնականաբար անցնելով այն բոլոր ֆիլտրերով, որոնք որ ես քիչ առաջ վկայակոչեցի, եւ ըստ այդմ, եթե ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող կավարտեն կրթական process-ը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված եւ կշարունակեն ծառայությունը համայնքային ոստիկանության տեսանկյունից։ Եվ եթե թվական տվյալներով նշեմ այս տեսանկյունից, ի տարբերություն գործող մեխանիզմի, այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 250,000 դրամի չափով դրամական բավարարում ստացող ծառայողին արդեն ունենալ շուրջ 500,000 դրամական բավարարում։ Ես չգիտեմ, եթե այդ բանի բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք։ Այսինքն ինչ, որ մարդը ենթադրենք 130 սանտիմետր բոյը։ Հիմա բնությունը իրան տենց է ստեղծել, ինչ։ Գնա ոստիկանություն, ասեն դե բոյդ կարճ է, գնա դպրոց, ասենք բոյդ կարճ է, գնա ուր գնա, ասեն բոյդ կարճ է։ Բա ինչ անի այդ մարդը լավ։ Այսինքն չենք հարցնում, դուք ի վիճակի ես այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունես, թե չունես, եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այս տրամաբանություն, ու բայց խնդրեմն այդ չի, խնդրեմն այն է, որ 7 տարի է մենք սրա մասին մտածում ենք ու երբեմն վախենում ենք բարձրաձայնենք, դե որ ասում ենք դե լավ, դե 70 տարի է, 35 տարեկանն է, էլի, բայց արժի որ այդ բանը փոխել ու դրա ես չգիտեմ ոնց է աշխատում, ոնց ենք անում ու իմ եզրակացությունն է նա, որ ուղղակի որ այս կետին հասել ենք, դրա պատճառը հետևողականությունն է, որ մի անգամ չենք խոսել փակել, այլ էլի առիթ օգտագործել ենք, խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք։ Եթե օրինակ նույն ես շատ ուրախ եմ, նույնիսկ չեմ այնքան ուրախ եմ, չեք պատկերացնի։ Նույնիսկ չեմ հավատում, որ սա հնարավոր է։ Թվում է թե պարզ բան է, որ մենք ասել ենք լավ, եթե մարդը 57 տարեկան է, ֆիզիկական վիճակը նորմալ է, աշխատանքային վիճակը նորմալ է, այսինքն այո, ինքը կարա գնա համայնքային ոստիկանությունում աշխատի կամ ցանկացած տեղ, որովհետև մենք բոյը ինչ կապ ունի, կարևոր է ինքը ինչքան է վազում, ինչքան է դիպուկ կրակում, ինչ IQ ունի, ինչ գրագիտություն ունի, ինչ բարեվարքություն ունի, հասկանում եք, որը մարդուց է կախված։ Եվ այս գործելակերպը այսեն շղթայական, սենց ամեն ինչ ծռելով, որ ստարտի կետը ծուռա դրած, մնացած ամեն ինչը ծռվում գնում է։ Եվ հետևաբար ես ուզում եմ իմ անհավանական գոհունակությունը արտահայտեմ, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ մենք ասում ենք ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չի, այսինքն հանում ենք, չէ՞, ընդհանրապես տարիք։ Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ, քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր, նախարարները անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Երեկ Վատիկանում իր աշխատանքն է սկսել կոնկլավը, որը պետք է ընտրի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդին, ենթադրվում է, որ պոնտիֆիկոսի ընտրությունը կկայանա մի քանի փուլով, թեմայի շուրջ զրուցել է Արտյոմ Երկանյանն ու գործընկերս Արտակ Հովհաննիսյանը։
Այսօր առավոտյան կարդինալների կոլեգիայի անդամները նախ հանդիսավոր պատարագ անցկացրեցին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, այնուհետ արդեն ցերեկը Սիքստինյան կապելայում տեղի ունեցավ այդ հանդիսավոր երթման արարողությունը, կարդինալները խոստացան գաղտնի պահել այն ամենը, ինչ կապված է ընտրությունների հետ։ Ընդհանրապես Հռոմի կաթոլիկ եկեղեցում կա 250 կարդինալ, բայց ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն այն կարդինալները, ովքեր 80 տարեկանից ավելի տարեց են։ Հետաքրքիր է, որովհետև պապ ընտրվելու իրավունք ունի ցանկացած մեկը եւ տարիքը այստեղ նշանակություն չունի, բայց ընտրողների համար կարեւոր է, որ լինի տարեց։ Եվ Երևանի ժամանակով ժամը 16:30-ին սկսվեց ընտրությունների առաջին փուլը։ Ըստ ավանդույթի առաջին օրը միայն մի փուլ է ընտրությունների լինում, իսկ հաջորդ օրերին արդեն օրական 4 փուլ է լինում։ Մեկուսացած են կարդինալները, այսինքն փակ դռների ետևում եւ մեկուսացած կմնան այնքան ժամանակ, մինչև չկարողանան ընտրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու 367-րդ առաջնորդին։ Տարբեր ժամանակ տարբեր կերպ է եղել է, որ առաջին իսկ փուլով ընտրությունը հաջողվել է, մի քանի անգամ է ընդամենը պատմության մեջ այդպիսի բան եղել։ Իսկ եղել է, որ ավելի քան 2 տարի չեն կարողացել Հռոմի պապ ընտրել։ Իսկ սովորաբար ընդամենը 1 շաբաթվա ընթացքում 2-3 օրերի ընթացքում է դա լինում, օրինակ նախորդ ընտրությունները, եթե չեմ սխալվում, երկրորդ օրը արդեն հայտնի դարձավ ընտրված Հռոմի պապը, դե իսկ հանրությունը հավատացյալները կիմանան Հռոմի պապի ընտրության մասին այն բանից հետո, երբ ծխնելույզից սպիտակ ծուխ կբարձրանա, վառում են ուրեմն այդ քվեաթերթիկները կապված նրանից ընտրվել է Հռոմի պապը թե ոչ, կամ սև ծուխ է կամ սպիտակ, ոնց հասկանում եմ այսօրվա ծուխը սև էր, դա նշանակում է, որ ընտրությունները կշարունակվեն։ Արդյոք բայց դե խնդիրը պարզ է, միայն հոգևորական կամ հոգևորականության խնդիր չէ, այստեղ ի վերջո այս ընտրություններում լուրջ աշխարհաքաղաքական կենտրոնների շահեր են բախվում, որոնք են այդ կենտրոնները։ Եվ ոչ միայն աշխարհաքաղաքական, կրոնական եւս եկեղեցու ներսում կան թևեր, խմբավորումներ, պահպանողականներ, որոնք հիմնականում իտալացիներ են, այսպես առաջադեմներ, լիբերալներ եւ չափավորներ։ Այդ 3 թիմերի բախում է տեղի ունենալու, բայց ինչ տեղին այդ նաեւ դիտարկում է, որ աշխարհաքաղաքական բախումներ այստեղ եւս կա եւ եթե մի դեպքում իտալացիներն են ձգտում վերականգնել վերահսկողությունը, գիտենք, որ Հռոմի 266 պապերից 217-ը իտալացիներ են եղել եւ վաղուց արդեն իտալացի չի եղել Հռոմի պապը, այժմ իտալացիները փորձելու են այսպես վերականգնել վերահսկողությունը, իդեպ ամենահավանական տեխնացուներից առնվազն 3-ը իտալացիներ են։ Նաև ֆրանսիացիները սեփական շահերը ունեն, լատին ամերիկացիները, ինչպես եւ նախորդ ընտրություններում, եւ երրորդ աշխարհի ներկայացուցիչները եւս միացել են Աֆրիկան եւ Ասիան ուժեղ տեխնացուներ ունեն։ Վաշինգտոնի դերը այս ամենում չափազանց մեծ է, մանավանդ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Ամերիկայում այսպես պահպանողական արժեքների վերելք է, կաթոլիկները իրենց ավելի վստահ են զգում եւ համարում են, որ իրենց կարծիքը եւս պետք է հաշվի առնեն Հռոմի պապին ընտրելիս։ Իդեպ անգամ Դոնալդ Թրամփին էին հիշատակում Հռոմի պոտենցիալ պապի տեխնացուների շարքում, նշեմ, որ տեսականորեն նա այդ իրավունքը ունի, որովհետև ցանկացած կաթոլիկ տղամարդը կարող է Հռոմի պապ ընտրվել տեսականորեն։ Եվ անգամ սենատոր Լինսի Գրեմը առաջադրել էր նրան, պաշտոնապես առաջարկել էր որպես տեխնացու առաջադրել։ Էմանուել Մակրոնը նույնպես Ֆրանսիայի շահերն է փորձում առաջ տանել։ Հռոմի մամուլում մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ Ֆրանսիայի ղեկավարը փորձում է միջամտել ընտրություններին եւ լոբինգ իրականացնելով Ֆրանսիայի համար ընդունելի տեխնացուի։ Խոսքը Մարսելի եպիսկոպոս Ժան-Մարկ Ավելինի մասին է, ով կարծում եմ տեխնացուներից ամենահայամետն է, ըստ մամուլի տեղեկությունների Մակրոնը 2 հանդիպում է ունեցել գաղտնի հանդիպումներ նախ
բոլոր ֆրանսիացի այդ կոնկլավի մասնակիցների հետ առանձին հանդիպում եւ նաեւ Ֆրանսիա մեծ կարդինալների հետ, ովքեր կարող են պաշտպանել Ֆրանսիայի համար ընդունելի տեխնացուին։ Ոնց հասկանում եմ, Ֆրանսիան այստեղ եւս բավական մեծ դեր ունի։ Արդյոք հարց ուշեցիր այդ հայամետ տեխնացուն արդյոք ֆավորիտների թվում է առասարակ ովքեր են ֆավորիտները։ Ես դժվարանում եմ ասել, արդյոք իմաստ ունի մեծ ուշադրություն դարձնել այն պոտենցիալ ցանկերին, հա, օրինակ նախորդ ընտրություններում Ֆրանցիսկոսը ընդհանրապես չէր էլ հիշատակվում պոտենցիալ հավանական տեխնացուների թվում, բայց օրինակ դրանից առաջ Բենեդիկտոս 16-րդ դարձած Հռոմի Պապը իսկապես համարվում էր ամենահավանական տեխնացուն։ Անգամ բուկմեկերական խաղադրույքներ են դրվում եւ եթե հավատանք այս տրամաբանությանը, ապա ամենահավանական տեխնացուն է համարվում Վատիկանի պետքարտուղար իտալացի Պիետրո Պարոլինը, երկրորդ տեղում է բուկմեկերական խաղադրույքներով Ֆիլիպինները ներկայացնող եպիսկոպոս Լուիս Անտոնիո Տագլեն, այնուհետ Մատեո Ջուպին Բոլոնիայից եւ Պիերբատիստա Պիցաբալլան Երուսաղեմից։ Այսինքն 4 ամենահավանական տեխնացուներից 3-ը իտալացի են։ Հավանական տեխնացուների թվում հիշատակվում են նաեւ Ֆիլիպինների, Հունգարիայի, Շվեդիայի, Կոնգոյի եպիսկոպոսները։ Եվ ում հաղթանակն է մեզ համար ավելի շահեկան։ Դե արդեն ասացի, ըստ իս մեզ համար ամենաընդունելի տեխնացուն կլիներ Մարսելի եպիսկոպոս ազգության Ֆրանսիացի Ժան-Մարկ Ավելինը, 66-ամյա այդ եպիսկոպոսին շատ են հարգում ֆրանսահայերը, նա Երևանում է եղել եւ գործով է ապացուցել այն, որ հայերը իրավունք ունեն նրան հարգելու։ Բայց վերջերս նրա շանսերը ավելի ցածր են գնահատվում։ Եթե մինչ այդ նա հինգյակում էր հավանական տեխնացուների հիշատակվում, այժմ ոչ բոլոր ցանկերում է անգամ տասնյակում հիշատակվում։ Եվ նրա այսպես թույլ կողմերից մեկը այն է, որ իտալերեն վատ է խոսում։ Հավանական տեխնացուների թվում կան եւս հայամետ տեխնացուներ, մասնավորապես Երուսաղեմի լատին պատրիարք Պիերբատիստա Պիցաբալլան, ով նույնպես ակտիվորեն համագործակցում է հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հետ եւ բազմաթիվ հայեր ունի իր շրջապատում։ Բուկմեկերները նրա ընտրվելու շանսերը 11% են գնահատում, ինչը բավական բարձր է։ Իսկ նրա բացասական կողմերից մեկը այն է, որ նա երիտասարդ է, ընդամենը 60 տարեկան է։ Դե իսկ ամենամեծ շանսերը ընտրվելու ունի Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը, ով ավելի շատ ադրբեջանցիների հույսն է, քանի որ Իլհամ Ալիևը նրա հետ ակտիվորեն համագործակցում է, լինելով Վատիկանի գլխավոր գործող դեմքը աշխարհաքաղաքական process-ներում, հենց նա է արտոնել բոլոր այն պրո-ադրբեջանական նախաձեռնությունները, որոնք վերջերս մեզ վշտեցնում են, բուկմեկերները նրա շանսերը 29% են գնահատում։ Շնորհակալություն Արտյոմ։ Մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ է մտել մայիսի 9-ի կապակցությամբ Ռուսաստանի նախագահի կողմից հայտարարված 72-ժամյա հրադադարը։ Ուկրաինայի օդային ուժերը հայտնել են, որ մայիսի 8-ի առաջին 8 ժամվա ընթացքում Ուկրաինայի երկնքում ռուսական օդաչու թռչող սարքեր կամ հրթիռներ չեն արձանագրվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել հիշատակի օրվա եւ երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ցինփինի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական հակամարտությունը եւ ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր։ Բանակցությունների օրակարգում է նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, որոնց թվում է նաեւ էներգետիկայի ոլորտը։ Խոսքը հիմնականում վերաբերվում է Սիբիրի ուժը 2 գազատարին, որը ենթադրաբար պետք է ձգվի Յամալի եւ Արևմտյան Սիբիրի տարածքից մինչեւ Չինաստան։ Բանակցություններից հետո Պուտինն ու Սի Ցինփինը կստորագրեն երկու համատեղ հայտարարություն եւ հանդես կգան մամուլի համար նախատեսված ելույթներով։ Սպասվում է նաեւ միջկառավարական եւ միջգերատեսչական մի շարք փաստաթղթերի հաստատում։ Իդեպ Պուտինը Սի Ցինփինին սիրելի բարեկամ է անվանել։ Այսքանը դուք շարունակեք հետևել Շանթի եթերներին, իսկ մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։ Viva
Viva-ի ռեցակագնային պլանը ընդամենը 1 տարվա ընթացքում հասցրել է վստահություն ձեռք բերել հազարավոր բաժանորդների շրջանում, դառնալով լավագույն ընտրությունը։ Այն առանձնանում է հասանելիությամբ, արդյունավետությամբ ու ժամանակին համահունչ լուծումներով։ Այս Wet-Red-ը մայրաքաղաքում ունի նոր գործընկեր։ Netix, բարև ձեզ, լսում եմ։ Մեր գործընկերային ծրագրին միացող օպերատորները պարտավոր են բավարարել Viva-ի կողմից սահմանված պահանջները, տեխնիկական, տնտեսական եւ սպասարկման որակի չափանիշները։ 2024 թվականի արդյունքները, ինչպես նաեւ բաժանորդների գոհունակության ինդեքսի աճի դինամիկան հաստատում են ընտրված մոդելի արդյունավետությունը։ Հաջողություն է գրանցել ոչ միայն հարթակը, որը գրավում է ավելի ու ավելի շատ գործընկերների, այլև Red սակագնային պլանը, որը դարձել է շուկայում ամենապահանջված կոնվերգենտ լուծումներից մեկը։ Netix-ի միջոցով Red-ը կապահովի ծառայության ավելի լայն տարածում եւ որակյալ սպասարկում։ Կարճ ժամանակում մեծ պահանջարկ վայելած Red-ը շարունակում է աճել ու ընդլայնել հասանելիությունը։ Այն արդեն հասանելի է մայրաքաղաքի Արաբկիր եւ Խանաքեր Զեյթուն վարչական շրջաններում, առաջարկելով մինչեւ 300 մեգաբիտ վայրկյան արագությամբ ինտերնետ եւ ավելի քան 150 հեռուստաալիք։ Viva ընկերության Red սակագնային պլանը այն դասական օրինակներից է, որը անվանվում է բոլորը մեկում։ Red սակագնային պլանի շրջանակներում մենք միակ գործընկերը չենք Viva ընկերության հետ, որը տալիս է երկու հնարավորություն, բաժանորդին հնարավորություն կատարել գործընկերոջ ընտրություն, իսկ գործընկերներին հնարավորություն լինել առավել մրցակցային, առավել բարձր որակ մատուցող։ Red-ի հասանելիության վայրերում փաթեթի ակտիվացումը հնարավոր է կատարել վայրկյանների ընթացքում։ Փաթեթը տալիս է բաժանորդներին մի շարք առավելություններ, դառնալով այն, ինչ փնտրում են։ Բոլոր հարցերը լուծվում է մեկ Red սակագնային պլանի շրջանակներում։ Տարբեր տեղեր, միացումներ, մուծումներ եւ այլն այդ տեսակի բարդույթներից ազատվել են։ Միշտ ունենում եմ իդեալական կապ։ Ժամանակին տարբեր օպերատորների հետ աշխատել ենք, ունեցել ենք, բայց փոխել ենք, եկել ենք Red-ի։ Բաժանորդին պետք է որպեսզի ինքը ոչնչի մասին չմտածի։ 1 տարվա ընթացքում Viva-ի Red-ին են միացել 4 գործընկեր ցանցային օպերատոր։ Ծառայությունն արդեն հասանելի է 7 մարզում։ Միայն 4-րդ եռամսյակում բաժանորդների թիվն ավելացել է ավելի քան 14000 նոր բաժանորդով։ Թիփսիմե Ավակյան, Հորիզոն։